ինչ տալիս ես, էդ էլ ստանում ես։ Ասելիք ունես, ասա։ Կհավատաս այնքան ուրախ են, որ մենք տենց ենք մեծացել։ Ոնց այդքան աշխատասեր երկիչ չեմ ես։ Իրենք մեծացան եւ դարձան վճարունակ, միջին տարիքի, հիմնականում այսպես ասենք, կանայք։ Եղբայրս դարձավ պոպուլյար ինչ որ առումով, գրողը տանի։ Դու տանը համոզված եմ շատ հեշտ չես։ Բալաջան էլ չես երգում։ Եթե մազերդ օրինակ թափվեն, կկրակես։ Այդ ժամանակ միջև տուալետ հասնել ես, պիտի հասկանայի ոնց անել, որ ոչ մեկի չտրորեմ։ Ծիպուլ էինք անում։ Երբեք չեմ վախեցել մենակ մնալուց։ Օ, 50-ից հետո նոր արդեն Սաֆարյան ենք տեսնելու ժողովուրդ։ Դու մեր առաջի տղամարդյուրն ես, ճիշտ է։ Ինչ ես ասում։ Հարցը փրկելու համար Զարինձել նենց արա կապուտ աշկերով դուրս գամ։ Բայց ճիշտ է որ դու ես լսնում։ ես ինչ ասում եմ քեզ, լավով եմ ասում այսօր։ Տեսքս լավ չի։ Okay. Բայց ես արև եմ։ Գնացինք Արսեն ջան, ինչ լավա որ եկար։ Արի մեր զրույցը սկսենք տակարով։ Իմիջոց ես հասկացել եմ, որ մեր այս ոդկասթի զրույցները շատ նաև անմիջական են ստացվում, որովհետև մենք տակար ենք խմում ընթացքում, այսօր առաջարկում եմ սպիտակ, օրգանիկ, ասենց մի քիչ մրգային, մի քիչ ծաղկային բույրով։ Գնացինք։ Գինին պիտի օրգանիկ լինի, թե չէ։ Ես էլ եմ ուրախ եւ արդեն, ինչպես ասում եմ, փորձը ցույց է տվել մեր առաջին հանդիպումից։ Քո այն պրոյեկտի հետ կապված եմ ասում, շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու, վստահ եմ։ Ուրեմն 1 տարի առաջ ենք վերջին անգամ հանդիպել Արսենի հետ, նկարեցինք շատ արագ նկարեցինք շուտ ասան, տևեց ընդամենը երևի 2-3 րոպե։ Դրանից հետո ժամից ավել Արսենի հետ այդ ամեն ինչից խոսացել ենք, հետո սկսեցինք քայլել։ Աբովյանով մինչև վերջ ու մինչև վերջ։ Բայց որ ես ոնց էի ներվայնացել, այն որ ասեցիր, բանը պիտի արագ պատասխանես, իսկ ես չեմ սիրում այդպես ամեն ինչին արագ, հա, ռեակցիա տալ, տենց անհանգիստ էի մի խոսքով, բայց այնքան սիրուն հարցեր էր պատրաստել։ Բայց շատ լավ պատասխանեցիր։ Հա, ես հաճույքով պատասխանեցի, որտեվ այլընտրանքներ էր լավ է։ Դե մտածված է։ Ճիշտ ես։ Երբեմն շուտ ասեմ, շատ հազվադեպ է, բայց լինում է, որ ինձ շատ երկար են մտածում, ստիպված ենք լինում մոնտաժել, բայց շատ քիչ է դա լինում։ Արսենի դեպքում էլ այսպես գնաց, ու ինչն էր շատ հավես, որ դու տենց ակտիվ չես սոցիալական հարթակներում, ինչը հաճելի է այս դարում, որ տենց մարդիկ կան, բայց գիտես ինչքան մարդեր նայել, անհավանական քանակի դիտումներ, մարդիկ սիրում են քեզ, կարոտում են ու այդ շատ լավ ցուցանիշ է իմ համար։ Ես շնորհակալ եմ եւ ես ինձ այդ երջանիկներից եմ համարում, որ արդեն շատ տարիներ է եւ այսօր էլի փողոցում ինչ ժպտում են, հա, կամ մեկը հարցում է, բա նոր երբ ես անելու։ Բա ես ուր ես, բան, տենց այնպես որ ես ուրախանում եմ այդ ռեակցիաներից, ուղղակի երևի թե ես մտածում եմ, որ մարդը չի կարող էլի ամեն ուղղություններով առաջ չատարներից լինել։ Ես նաև այսօր երջանիկ եմ եղբորս այդ պրոյեկտով, որ Ընտիր։ Ընդհանրապես մի բան եմ ասում եմ, ես հիմա ավելի շատ եմ երգում, քան 25 տարեկանում կամ 30 տարեկանում, շատ ավելի շատ եմ երգում, որտեղ ամիսը մենք, չգիտեմ, 3-4-ից մինչև 8 համերգ ենք երգում։ Այնպես որ այդ մարդիկ, ովքեր ինձ ման են գալիս, եկեք մեր համերգներին։ Դա է ուզում ասել, որ մի քիչ ակտիվ լինելու դեպքում, եթե ինտերնետում կաս անընդհատ տեսնում ես, որ դուք բարբերաբար համերգներ եք տալիս, այնպես որ շատ լավ է, որ դուք կաք։ Իսկ խոսելը, Արևիկ ջան, քեզ նման հրաշալի գոլեգաներ են, ինչի մասին է խոսքը։ Ասացիր, որ երբեմն փողոցում ասում են ուրեց, հիմա ինձ մի բան ասա, այ դու կայր, ակտիվ ամեն ինչ կար եւ այլն։ Ու հիմա դու կաս վերջին տարիներին, էլին ինձ ուրախ եմ, որ մեր բոլորի կյանքում դու Արթուրը կաք։ Այն ինչ որ հատված կար, որ եւ իրոք, որ ուր ես, ինչ էիր անում այդ ընթացքում։ Այն ժամանակ խի շատ էինք կարող եմ բացատրել, որովհետև երկարվեստի բոլոր նորությունները ավելի շատ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով էր, հա, ասինքն դոմինանտը հեռուստատեսությունն էր։ Ինքը աստիճանաբար, հա, YouTube-յան, հա, այդ հարթակները եւ այլն եկան ու հաղթեցին։ Իսկ ինքը ավելի շատ իմ կարծիքով ավելի ազատ հարթակ է եւ մարդիկ այսօր ում ուզում են ուղակի, հա, շատ ավելի հեշտ է գրել անուն ազգանուն եւ մտնել։ Հեռուստատեսությունը ինչ որ առումով նաեւ պարտադրում էր։ Ուզեիր թե չուզեիր դու տեսնում էիր մարդկանց, ովքեր այդ ժամանակահատվածում պետք է էկրանին լինեին։ Սա է այդ քիչ երևալու նաեւ, հա։ Այսինքն այդ տարիներին դու էլի
շատ երգում էիր, ուղղակի չէինք տեսնում։ Գուցե մի քիչ եմ երգել, գուցե մի քիչ, ոչ թե մի քիչ, գուցե այդքան աշխատասեր երգիչ չեմ ես, կարող է, հա, չգիտեմ։ Հետո իրադարձությունները, հա, մեր երկրում այնպես եղավ, որ ինչ որ առումով հոգեբանորեն էլ ես չէի կարողանում, զուտ աշխատանքի էի գնում, այսպես։ Բայց վերջին շրջանում, քանի որ այս պրոյեկտը առաջ եկավ, էլ ավելի շատ ակտիվացանք, եղբայրս դարձավ պոպուլյար ինչ որ առումով, գրողը տանի, այսպես ասում են, եւ իհարկե ունենք այսօր էլի նոր երգեր։ Այնպես որ այն կորցրածը կարծում եմ մենք Իսկ նոր երգերը կան արդեն այսօրվա ցանկում, թե որ հեսա։ Այսօրվա ծրագրում այն ինչ որ մենք անում ենք, մեր ճանաչված բոլոր տարիների այն երգերն են, նաեւ նոր երգեր կան, բայց Փառք Աստծո մենք չունենք երգի խնդիր, հա, այսինքն այն որ պահքը է, բա հիմա ինչ երգեմ, մենք այդպես խնդրեմ չունենք։ Շատ են։ Մենք ավելի Դե գրողն էլ է տնից, երգողն էլ է տնից։ ապրես, հա, այդ առումով էլ եմ այն ասում եմ հաղթածներից, այդ առումով, բայց հետաքրքիր մտքեր շատ կան։ Արևիկ ջան, ուզում եմ հետաքրքիր մտքերից այն է, որ սիրված երգերով նաև ծրագիր կազմել։ Ինչու՞ չէ նաև Ուրիշների, այսինքն cover երգեր, վերսիաներ։ որոնք սիրում եմ, ես սիրում եմ, հա, երկու գիտարներով էլի շատ գեղեցիկ կարող են հնչել։ Մի խոսքով մտքեր շատ։ Բայց նկատել ես, Արսեն, այդ տենդենսը մենակ մեր մոտ չի, չէ՞։ Ինչ որ եկավ մի տարիք, որ այն երեխեքը, այն ջահելությունը, որոնք 16, 17, 18 տարեկանում ունեին կուրքեր, իրենք մեծացան եւ դարձան վճարունակ, միջին տարիքի հիմնականում այսպես ասենք կանայք, որովհետեւ համերգի, եթե նույնիսկ տղամարդը եկել է, էլի կնոջ մատը խառնա, չէ՞, ինքն է ասել գնանք համուզենք բան։ Ու ես նաեւ նույնը դե բնականաբար ռուսական շուկայում եմ տեսնում, հա, այդ բոլոր այդ արտիստները, որոնք տոպ են եղել ու հետո ինչ որ ժամանակ, այո, մի քիչ ավելի ընդհատակ են անցել, վերածնվեցին ու այդ այնքան հաճելի է ինձ այդ շատ դուր է գալիս, որ ոնց որ այդ դուետը նորից եղավ, այն հանդիսատեսը ու արտիստը նորից իրար գտան։ Ես շատ կոմպլիմենտներ եմ այսօր լսում, որ դուք իմ երիտասարդության երգիչն եք, դուք իմ պատանեկության, դուք իմ մանկության եւ այլն։ Այդ շատ է ուրախացնում։ Դες մի պահ ես ուղակի բանում, այսքան մեծացել եմ, թե չէ, բան տես, բայց միևնույն է հաճելի է։ Հաճելի է եւ այսպես ասեմ, ես ինչքան տեսնեմ, որ գալիս են մեր փոքր լինի թե մեծ համերգներին, հա, ես այդքան կերքեմ։ Ես չեմ երգի այն ժամանակ, երբ որ տեսնեմ, որ անիմաստ է դառնում, հա, որտեվ ամենամեծ մրցանակը դա հենց մեր հանդիսատեսն է։ Ես այդպես եմ մտածում։ Իմիջիալուց ասեմ, այնպես չի, որ տենց մենակ քո տարիքի եւ այլն, այսօր մեյքափի էի եւ մեր աղջիկը, որը շատ երիտասարդ է, ցենց արեց Արսեն Սաֆարյանը։ Իմ մանկության սերն երկիջը, որ ասում եմ, բայց դու շատ փոքր ես եւ այլն։ Նենց որ Արսեն պատկերացրու, որ այդ տարիքային դիապազոնը շատ մեծ է։ Նույնիսկ ես հիմա որ տեսնում եմ փոքր ավելի տարիքի, այսպես ինձ տեսնում են ինչ որ ծանոթ բան է երևի, այն որ ես տեսնում եմ իրենց աչքերը ինչքան այդպես, բայց այն երգը որ երգում իրենցից մեծ է, տարիներով։ Դա միանշանակ ամենաուրախալի երևույթն է եւ դա է քեզ որպես երգիչ ապրեցնում, որպես ստեղծագործող ապրեցնում։ Դա ապրեցնում է, այս ամբողջ քո տարիների ընթացքում ամենաայն պահը, որ որպես արտիստ ու երգիչ հակառակը տխրել ես, մտածել ես վատա, մտածել ես վերջա, որ պահն է եղել։ Երբ որ հեռուստատեսություն մտավ, այն երաժշտությունը, որը այդտեղ անելիք չուներ։ Ու դեռ հեռուստատեսությունն էր օղակը։ Այո, այդ ժամանակ ես ուղղակի ինձ հարց տվեցի, ասի Արսեն, բայց պետք է արդեն դու շարունակես երգել։ Վայ տհաճ պահա, չէ։ Շատ տհաճ եւ դա հուսահատության, հա, այդ ձեռքերը թուլանալու ժամանակահատվածը։ Բայց մի բան ասեմ, ինչ որ ժամանակ հետո էլի ես կարծես թե մեսեջներ ստացա, դրանց ասում են մեսեջներ, այսինքն ո՞րն է։ Օրինակ այն փողոց մակրող են մայրիկը, երբ որ ինձ մոտիկից տեսավ, ասեց, դուք եք, ասեց Վալա ջան, էլ չես երգում, բան, տենց ինձ համար դա մեսեջ։ Իհարկե։ Մտա ինչ որտեղ այն ժպիտը մեսեջա, այն աղջկա ամաչկոտ գալ նկարվելը մեսեջա, այդ տենց տիքը բաներ եղավ ու
ես հասկացա, որ չէ, ես ոնց որ դեռ պիտի երգես։ Գիտես, հետո մի բան էլ կա։ Շատ հեշտ է մտնել նեղացկոտ կերպարի մեջ եւ արդարացնել ինքդ քեզ, որ դե ինչ է կատարվում, ես այստեղ անդելիք չունեմ։ Չէ։ Ինչ ունես, ասելիք ունես, ասա։ Ինչ տալիս ես, դա էլ ստանում ես։ Ես այդպես եմ մտածում։ Մեր հասարակության մեջ մանավանդ ձեր, մեր սերնդի մեջ դեռ կա այն պահը, որ հիմնականում ֆինանսի բեռը դրված է տղամարդու վրա։ Իմիջիալոց նոր սերնդում այդքան էլ այդպես չի։ Ու միգուցե ավելի օբյեկտիվ է, որովհետև ես միշտ մտածում եի, որ երբ տղամարդը հաջողում է, այդ շատ հաճելի է, երբ տղամարդը հաջողում է, իր վրա է վերցնում եւ աղջիկը տես, չէ, հավեսի համար, բայց շատ դեպքերում ու շատ փուլեր կան, երբ տղամարդը չի կարող շատ լավ հաջողել ու ես պատկերացնում եմ հոգեբանական մեր, տղամարդկանց համար շատ ծանր պահ է այդ։ Նոր սերունդը ավելի հեշտ է, ինձ թվում է վերաբերվում, մտածում են, որ շատ դեպքերում ծախսերը կիսում են, չէ, այդ պահը կա։ Ձեր ընտանիքում միշտ դու այդ կերպարն ես եղել, դու Արթուրը այդ կերպարն եք եղել, որ ոնց որ այս բեռը մենք ենք անում, ոնց որ չէ, գնում ենք որսորդն ենք տան, գնում ենք հայթայթում ենք։ Եվ դա համարում եմ շատ ճիշտ։ Ես չգիտեմ նոր սերնդի մոտ ինչ է կատարվում։ Քեզ թվում է նոր այդպես, հա։ Լավ չի, եթե հակառակն է։ Ինձ թվում է նոր սերունդը ավելի պատրաստ են որ 0-ից սկսել, միասին սկսել։ Հա, չէ, ես էլ եմ մի օր 0-ից սկսել։ Մենք էլ ենք։ Բայց դու քո վրա ես վերցրել այդ պահը։ Իհարկե, ոնց թե։ Բա մենք, բա մեր տեսակը, բա մեր չէ, հիմա կներեք, ես բեխեր չեմ դնում, ոչ էլ չեմ ուզում տրեխներս հագնեմ, ընկնեմ բանի հետ։ Չէ, բայց ներեցեք, այլ կերպ խի ոնց։ Ես չեմ կարող դա տեսնել, չեմ կարող դա հասկանալ։ Միասին սկսել եւ ստեղծելը դա այլ բան է, բայց այդ պատասխանատվությունը պետքա տղամարդը իր վրա վերցնի։ Իհարկե, բնության մեջ ամեն ինչ սխալ կգնա։ Որսորդի եւ Ահա, ինչ որ այս վերջերս էլ շատ բաներ է խառնվել։ Չի կարելի։ Ինձ համար դա անընդունելի է։ Ամեն մեկն իր տեղում պիտի։ Այո։ Տան թեման շարունակելով դու տանը համոզված եմ շատ հեշտ չես։ Իհարկե։ Իհարկե շատ հեշտ չես։ Հեշտ չեմ մի քանի պարագրաֆներում։ Հեշտ չեմ, որովհետև ամեն ինչ իր տեղում պիտի լինի, պիտիներ կա մի քանի հատ։ Այդ դեպքում Օրինակ քո կարծիքով ամենադժվարը, այն որ տան անդամները ասում են, այդ որ պահն է քո։ Երբ որ իրանք խաղում են, ես Ինչ են խաղում։ չգիտեմ, ինչ խաղեր են խաղում, հավաքվում են, հավաքույթներ են անում։ Ու դու ինչ։ Դե ես սկզբում կարող եմ մի քիչ ներվայնանում էի, բայց հիմա Ինչու։ դե չգիտեմ, ես հանգիստ եմ սիրում։ Հա, փնփնթանես։ Հա, մի քիչ կարող եմ փնփնթայի։ Բայց հիմա աշխատում եմ ինձ վրա։ Բայց այդ արիքի հետ էր եկել այդ փնփնթանությունը։ Չէ, այդ միշտ տենց եմ եղել։ Գիտեք ինչից է եղել։ Ես երբեք չեմ վախեցել մենակ մնալուց։ Ես միշտ իմ զբաղմունքը գտել եմ։ Կան մարդիկ, չէ, որ ասենք մի քիչ մի ժամ մենակ են մնում։ Չէ, որ բան չլինի, մի հատ ծառ կտնկես։ Ու զանգ եմ ես, վայ, ես միշտ զբաղմունք ունեցել եմ։ Միշտ։ Ես կարող եմ ծառ տնկի, ես կարող եմ քանդակեմ, ես կարող եմ գիտար ձեռսվեր, ես կարող եմ ընթերցեմ, ես կարող եմ այսինքն ես զարմացել եմ միշտ այն մարդկանց վրա, ովքեր վախենում են մենակ մնալ։ Սաթենը ամենաշատը ինչից է բողոքում։ Օրինակ ես ասեմ, ես բողոքում եմ, որ Արամը քիչ է մեր կյանքում։ Մեկ-մեկ զգում եմ, որ այդ պահը կարող է փնփնթանեմ։ Վերջին անգամ երբ ես ինձ տեղ մեզ տեղ հravirել։ Ահա։ Իմիջիալոց շատ բան չի տարբերվում։ Հա, էլի տանը քիչ ես։ Տանը քիչ ես, մեր կյանքում քիչ է։ Բայց դու հասկանում ես, մարդու ուզածը, որ դու լինես իրենց կյանքում։ Հա, բայց ես շատ անգամ չեմ կարա նստեմ իրենց հետ այդ խաղերը խաղամ։ Սիրում եմ իրենց հետ զրուցել, հա, աղջիկը ասում բալես, ոնց է նկարահանումներդ գնում, ինչ կա, վերջը տղայիս հետ կապված ինչ։ Դու խանդոտ պապա ես։ Որ իմաստով։ Օրինակ նկարահանումների մեջ եթե ինչ-որ պահ լինի, որ քեզ տենց չի լինի։ Չի լինի, հա։ Այո։ Հա, խանդոտ պապա ես պատասխանեցի։ Իսկ խանդոտ ամուսին ես։ Դու հո։ Բայց այդ խանդը ինչի է տենց վատ լսվում։ Բայց վատ չէ, ես հարցնում եմ։ Վատ նորմալ է։ Խանդը զգուշություն է նաև։ Խանդը հոգատարություն է։ Խանդը կարող է նաև ինչ-որ sense այդ հոգ, որ ուզում ես պահես։ Հա, ոնց կարաս ուրիշ ձև վերաբի։ Եթե սիրում ես, եթե ինքը դու իրեն քոնն ես համարում, դու ոնց կարաս։ Խոսեցիր, որ տանը ձեր խաղեր են լինում, այդ շատ հավես է, որովհետև հիմա շատ
քիչ տներում են խաղեր լինում, ես ինձ գնացի մութ ու ցուրտ տարիներ։ Մեր սերնդի համար այդ տարիները այդքան վատը չէին։ Գիտես, մեր մոտ այն տարիքներ, որ մենք այդքան լավ չէինք հասկանում ինչա կատարվում։ Դու ինձից մի քիչ ավելի մեծ ես։ Քո համար այդ տարիները իրոք տենց վատ մութ ու ցուրտ էին, թե դու էլ չէիր զգում, որ Չէ, ես հիմա էլ համերգի ժամանակ եմ ասում, ինչպես հիմա են ընդունված ասել մութ ու ցուրտ տարիներ, բայց տաք էր։ այո, մեր տարիները շատ լավն են։ Մենք էինք տակ։ Ուր մտնում ես չկա, չէ՞ տենց բա որ ստեղ ցուրտ է, ստեղ վայ էստեղ էս ինչ ավելի ապահով, ավելի լուսավոր, ավելի չոր դիզայն, ավելի այդ ամեն ինչը շատ ավելի սիրուն է հիմա, բայց այս բաները չկար։ Քանի հոգով եք քնել մեկ ննջասենյակում ամենաշատը։ 3 եղբայրներով։ Եղել է դեպք, որ հյուրեր ունեինք 6-7 աղջիկ, ինչ որ տենց քնել ենք մեր Ես ավելին ասեմ, մենք երբ որ շարժումը բան սկսվել էր, մենք բարեկամներ ունեինք Բաքվից եւ այն, որ եկել էին, այդ ժամանակ ես որ միջև տուալետ հասնել ես, պիտի հասկանայի ոնց անեմ, որ ոչ մեկի չտրորեմ։ Տարբեր ժամանակահատվածներ ենք։ ու ես հիմա պատկերացնում եմ, որ շատ երեխաներ Ինչի մասին է խոսքը։ հիմա որ տանը այդքան մարդ տեսնեն, Փորձի կոմֆորտի զոնայից հանկարծ մոտենալ։ իմ տարածքը, Ես մի առումով նայում ես, ասես լավ է որ երեխա կամ ինչ որ մեկի երեխան է։ Նոր սերնդի մասն եմ խոսում, ես միայն իմ երեխեքի մասին չեմ խոսում։ Շատ լավ է մի կողմից որ նայում ես, ինչ լավ է, ապահով են, շորի խնդիր չունեն, էս չունեն, այն չունեն, այն չունեն։ Բայց նաև մի այլ խնդիր էլ կա։ Ու ես ամենևին են մարդկանցից չեմ, որ ասում եմ պիտի տառապես, որ պարտադիր չէ։ Ինքս էլ իմ երեխաներին փորձում եմ ամենագեղեցիկ, ամենալավ բաներով ապահովել։ Բայց կարևորում եմ նաև, որ իրենք ամեն ինչի արժեքը հասկանան։ Սա շատ կարևոր է։ Մենք գուցե ինչ որ բաներ չունենալով ենք հասկացել։ կհավատաս այնքան ուրախ են, որ մենք տենց ենք մեծացել։ Ես էլ Այնքան եմ ուրախ եմ։ Գիտես, ես իմ ձեռքերը մի քանի անգամ եմ սառեցրել փայտ բերելու համար։ 4-րդ հարկ լիֆտը չկար, 3 կուբամետր փայտ էինք անում, բայց ես այն վառարանը միջև այսօր ես հաճույքով եմ հիշում, որը կարմրում էր, որի վրա դնում ենք կարտոֆիլներ, Ծիպուլ էինք անում։ կողքը թթուն էր, տնական օղին, այս ինչ ասած։ 4-րդ հարկ փայտ ես էլ եմ բարձրացրել։ Խնդրեմ։ Ինչ ենք եղել, բայց ինչքան է, չէ՞ սիրում քո ընկերուհուն, եթե քույրը։ Արսեն, բայց դա ամբողջ կյանքի համար է, դրա համար մինչև այսօր երբեք ինձ չի թվում, որ իմ ընկերուհու, իմ բարեկամուհու խնդիրը դա իրանն է։ Քոնն էլ է։ Իհարկե իմն է։ Չէ։ Իմն է, ոնց որ իմ հետ պետքա SS արվի, դրա մեջ մտնում են այդ խնդիրները։ Իսկ հիմա բայց Իմ տարածքը, իմ տարածքը։ Բայց դա իմ հետ ինչ կապ ունի։ Ինձ թվում է այս թեման կարանք անverջ խոսանք, որովհետև նույն գծի վրա ենք, ու այս այն թեման է, որ մեզ դիտողների ինձ թվում է մի մասը լրիվ համաձայն կլինի, մի մասը կասի, որ ամեն դեպքում իմ տարածքը, իմ սենյակը, իմ արջուկը, այդ ամենը կա, մեծ վատ բաներ չասեք, մենք հին մարդ ենք, այսպես ենք մտածում։ Բայց ինձ թվում է շատ մարդիկ էլ լինելու են, որ մեր այն հայրական տան այդ վառարանի մասին գրելու են տակ։ Հաստատ։ Իմիջիալոց գրեք մեկնաբանություններում այդ մութ ու ցուրտ տարիներից ինչ եք դուք հիշում, ինչն է տպավորվել, ոնց էր ձեր համար ու հերոս են մեր բոլոր ծնողները, իրանց համար մի հատ կարելի է Այո։ Սիրով։ խմել, որովհետև մենք ինչ որ չափով որպես խաղ ենք դա ընդունել, բայց իրենց վրա եղել է այդ անսահման մեծ պատասխանատվությունը։ Մենք հիմա երբ մտածում ենք մեր երեխայի մի բանը պակաս է լինում, մենք արդեն ինչ որ վատ վիճակում ենք հայտնվում, իսկ այնտեղ ուղղակի Այնտեղ ինձ համար միմյանց նկատմամբ մեծ հոգատարություն էր։ Իմիջիալոց այդ 4-րդ հարկ փայտ տանելու հետ կապված ասեմ, որ կար օգնող մարդ, դա մեր համար այնքան մեծ բան էր, որ ոչ միայն մենք էինք անում, այլ մեզ նաև մեկը օգնում էր։ Ու հիշում եմ, որ մաման վերջում բոլորի համար պատրաստել էր հացը շատ հաստ կարագով։ Շատ։ Ու մաման ասում է, որ սովորական ժամանակ, օրինակ հիմա ոչ մեկ այդքան հաստ կարագով հաց չի ուտի, դա կլինի տհաճ։ Ես մա հուզում եմ, բայց այդ ժամանակ դա ոչ մեկի համար տհաճ չէր։ Կարևոր էր շատ։ Այդ այնքան սենց մեծ բան ա եղել, մենք վերևի հարկում ենք ապրել միշտ մամայինք մինչև հիմա ու լավ վերանորոգած էր մեր տունը։ Դրսից էինք վերադարձել ու եկել ենք մի անգամից տենց ցուրտ ու մութ տարիներ։ Շատ լավ վերանորոգած էր մեր տունը, բայց Անդրևի հետ, ձյան հետ
կաթում էր, տանիքը կաթում էր։ Ու գիտես մենք ոնց էինք սարսափում եղանակից, որ կախված էինք եղանակից, որտեղ ծիրուն տունիկը sense տարբեր տեղերից կաթում էր։ Բնականաբար տանիք վերանորոգելը շատ բարդ էր, բայց մերոնք տենց տրամադրվեցին, մի հատ մեծ գումար դրեցին ու այդ տանիքը վերանորոգեցինք վերջապես մեր ուժերով։ Հետո թվում էր թե խնդիր անցել է, մի 2 տարի հետո սկսվեց նույն խնդիրը։ Հա, դե հիմա վատ էր, դժվար էր։ Բայց այդ ժամանակով կարար մտածել, որ կարա լինի կտուր AM պրոյեկտ նախագիծ, որը Իտալ Սոլարն է անում։ Ուրեմն, քանի որ ուզում են, որ բոլորիս տանիքները լավը լինեն, գալիս են, տանիքը վերափոխում են, վերանորոգում են, շատ հարմար ճկուն տարբերակով ապառիկի եւ ամենակարևորը 10 տարվա երաշխիքով։ Դա հիանալի է ինձ թվում է ու հնարավորությունն է լավացնելու բոլորիս կտուրները, ապրեն իրանք։ Տանիքը կաթում է, փաստորեն պետք է Շատ հարմար տարբերակ է։ Այո, իհարկե։ Պետք է պարզապես Իտալ Սոլարին դիմել 8128 կարճ հեռախոսահամարին զանգահարեք, իրենք շատ մանրամասն համոզված եմ հավեսով կպատմեն։ Ինչպես կարող եք դուք էլ դրանից օգտվել։ Ձեր հանդիպումը Սաթենիկի հետ հենց այդ շրջանում էր, չէ՞, երևի թե մի քիչ դրանից հետո։ Երկի թատրոնում 97-ից էլի, այտենց, որտեվ 96-ի աշուն 7 ինքը Քրիստինե Պեպելյանի ընկերուհին ա եղել։ Ես այդպես եմ հանդիպել։ Ես նույնիսկ գիտեմ, որ Քրիստինեն տենց կասկածում էր քո, հա։ Միայն Քրիստինեն չէ։ Ուզում էր ընկերուհուն պաշտպանել քեզնից։ Քրիստինեն չէ, ով ինչ ճանաչում էր եւ Սաթիկին ճանաչում էին, ասում են կեսը զգուշ, որ ես չնեղվեմ, կեսը ուղիղ, ովքեր մոտ էին, ասում են նա իա նորմալ աղջիկ է։ Այտենց Դες վիրավորական։ Արսենչ վարկանիշ ունեի։ Չէ, ահա որ դա վիրավորական էր, գիտես, չես մի խի ես այտենց դինոզավր եմ, ինչ եմ, չհասկացա, ինչ է նշանակում, ոչ եմ իրենք չէին հասկանում, որ ես տարբերում եմ։ Բայց նայ քո տեսակի մեջ, քո կարիերայի մեջ միշտ նաև կարևոր կոմպոնենտ ա եղել այդ հմայքը, չէ՞։ Միշտ ունեցել է դա։ Կանանց դեպքում տարիքի հետ հաճախ կինը կռվում է։ Տարիքի հետ, կնճիռի հետ, կիլոգրամի հետ։ Դա կա։ Մեկը ավելացույց տալիս, մեկը պակաս։ Տղամարդու դեպքում ինչպես է։ Այսինքն լրիվ համերաշխ ես գնում քո տարիքի հետ, թե կա մի բան, որ օրինակ նայում ես հայելու մեջ մի քիչ ջղայնանում ես։ Գիտես, մի բան ասեմ, ես շնորհակալ եմ, որ Աստված ինձ 30 տարեկանում անմազ չթողեց, ասենք, արդեն ինչ կա գոհ եմ, շնորհակալ եմ։ Ես ինձ հետ համերաշխ եմ մեծանում, կարծում եմ։ Եթե մազերը օրինակ թափվեն, կկրակես։ Չգիտեմ արդեն։ Չգիտեմ, կարող է։ Այո։ Կարող է։ Համել ես տեսնում եմ, հիմա տեսնում եմ ում հետ ինչ ալնում։ Ես հետևում եմ։ Այո։ Եվ ինչ է լինում։ Հետևում եմ, սա ուտամ։ Ես հետո տնամ ով ինչ անում, ում մոտ ինչպես, ում հետ ինչ ա լինում, որ հետո 50-ից հետո 50-ից հետո նոր արդեն Սաֆարյան ենք տեսնելու ժողովուրդ։ Դա այդպես, բայց եթե ավելի լուրջ ինչ որ նույնիսկ ինձ առաջարկել են, ասել են, այստեղի չես, ինչ համար։ Բոտեքս։ Այստեղ ինչ։ Ասում ինչի համար։ Ասում ես թող ինձ էսպես իմանան մարդիկ, ես ինչպեսին որ կամ։ Իհարկե արտիստը, երգիչը, բեմի մարդը պետք է կողքիկ լինի, խնամված լինի։ Իսկ սպորտ։ Չէ, հիմա չէ, որովհետև հիմա էլ չեմ կարող այդքան ինտենսիվ սպորտով զբաղվել, պատճառներ ունեմ դրա համար։ Բայց իհարկե բոլորին խորհուրդ եմ տալիս, որովհետև ընդհանրապես, երբ որ նույնիսկ կանայք բոլորը խոսում են ինչ-որ դիետաներից, սննդակարգերից, չգիտեմ ինչերից, իմ մոտ մի բան է գալիս էլի, քանի որ ես դա շատ խորապես Ասա իմանանք ինչ վատ բաներ ես մեզ ասում։ Ժողովուրդ շատ շարժվեք։ Ամենամեծ Արսեն, բայց քեզ ասեմ, օրինակ տան շարժվելը, տարօրինակ բան ասեմ, դու գիտես այդքան էլ այնքան էլ կապիտալը դրա մեջ չի, էլի։ Այսինքն կան շատ կանայք, որ ասում են ամբողջ օրը տանն եմ, աչից ձախ, ինչ որ չգիտեմ, տան գործեր, նույնիսկ այգու գործեր, ուտելիք պատրաստել, երեխեք։ Դա այդքան էլ այդ շարժվելը չի, գիտես, ես վերջերս իմացա։ պետքա վազել նաև։ Քայլել արագ, վազել։ Պետքա վազել, պետքա շարժ, ընդհանրապես կյանքի սկիզբը շարժումն է։ Այո։ Դա ես գլոբալ եմ ասում, դա վերաբերում է առողջությունից բռնած, չգիտեմ, լավ տեսք ունենալուց բռնած ամեն ինչ շարժվել։ Սա է, եւ ես էլ փորձում եմ ինչքան կարող եմ, հիմա շարժվել։ Այգում ես շատ գործանում։
այգում նաև, այո։ Որքան կարողանում եմ այդ։ Միացնում ես երաժշտություն, Չէ։ լռություն։ Այո։ Ինձ մեկ ասում են մեքենայում ինչ երաժշտություն ես լսում, ասում եմ չեմ լսում։ Չես լսում մեքենայում երաժշտություն։ Ես հոգնում եմ, չեմ լսում։ Կարող է գիտեք ինչ լսեմ, կարող է նոր երգ լինի, ասենք հա մի քանի անգամ դնեմ լսեմ, այդ հասկանամ։ Իսկ երեխեքն են բերում ասում օրինակ պապ լսի կամ չգիտեմ Երեխեքը կարծիքը։ միանում են, ասում են չենք խանգարի, չէ՞, ու այդ ժամանակ դու իրավունք չունես ասես չեք խանգարեք։ Բնականաբար իրենք մենք գնում ենք միասին այդպես, հա։ Բայց ես որ առանձին նստում եմ, Իսկ եղել է որ ինչ ունենց բան են լսել երեխեքն ու ավելի փոքր տարիքում։ Որ ասում ես էս իմ երեխեքն ինչ ես լսում։ Հա, այսօր էլ կա երգեր, որ ասում եմ Արտուր ջան, այդ մասաժի երաժշտությունն անջատի։ Այդ երբի Բուդա բառա լսում։ Ինչ որ սս նվնվոցներ եմ լսում, ես չեմ սիրում այդ երգերը, որովհետև ես գիտեմ այդ որտեղից հացնվել, օրիգինալ թվալու ինչ որ, հա, արդյունքում, ասում եմ նորմալ վոկալիստների լսի, նորմալ երգիչների լսի։ Բայց իրենք արդեն գիտեն եւ ուրախ եմ երկուսն էլ ոնց որ թե ճաշակով երեխեք են։ Արտուր ասցիր գնանք դեպի մյուս Արտուր, գնանք դեպի քո եղբայր, որը միշտ քո կյանքում տենց իր Միշտ, հստակ կարևոր դեր ունեցել է։ Գիտես ինչ եմ ուզում հարցնել։ Այ քո Արտուրը, որը միշտ եղել է։ Այս վերջին տարիներին, երբ որ ձեր այդ պրոյեկտը համատեղ, հա, ցենց բում ապրեց։ Իրա մեջ, որովհետև ընդունենք, որ բոլորիս մեջ ապրում է մանուկ։ Այո։ Եվ կներեք, ինձ թվում է տղամարդկանց մեջ շատ ավելի շատ է ապրում այդ մանուկը։ Ինչ ես գտել Արտուրի մեջ, ինչա բացահայտվել ես ընթացքում։ Համոզված եմ ինչ որ բաներ եկել են։ Մեծի մեջ թե փոքրի։ Չէ, մեծի ես հայտնիությունը։ Հա, ես գիտեի, որ ինքը շփվող տեսակ է, բայց որ այսքան շփվող չգիտեի։ Դե դա ինձ համար նորություն չէր, գուցե չափը չէի պատկերացնում։ Շատ մենք այդ պրոյեկտում շատ էսպես հարմոնիկ ենք, որովհետև ինքն է ապահովում տեխնիկական այդ ամեն ինչը, հա։ Ես կարող եմ այդպես կիսազարմացած հայացքով արտիստը 8-ին գամ ես նստեմ համերգ, բայց այդ sound check-ը, այդ զվուկ դնելը, այսպես այդ սաղ։ Բայց իրան դուր է գալիս, չէ՞, այդ ամեն ինչը։ Պրոցես է։ Հա։ Ինքը process-ի մեջ է եւ ես ուրախ եմ, որ իր համար նոր ստիմուլ եղավ այս պրոյեկտը։ Նենց երևում է այդ։ Հա, նոր ստիմուլ եղավ, որտեղ ինքը ավելի շատ հեռուստատեսության մարդ էր։ Եվ իհարկե երկերի իմաստով, հա, գրում էր, բայց հանդես գալ բեմում իր համար դա արդեն նոր մի բան էր։ Եվ ես դրա համար հումոր եմ անում, ասում եմ երջան, կես դար ապրած բարձացար բեմ։ Հումորել եմ անում, ինքը պատրաստվում է։ Իր կյանքը ինչ որ առումով փոխվել է։ Ինչ որ չէ, շատ է փոխվել։ Իրականում իմն էլ ինչ որ առումով, որովհետև գիտես բախտավորություն է եղբորդ հետ միասին ձեր գրած երգերով համերգներ երգես ու այդ պրոյեկտը սիրվի ու անընդհատ մարդիկ ուզենան գան դու նաև գումար աշխատեք իրար հետ նաև իրար հետ այդ զգայական դաշտում Վայ Արսեն ինքան արժանի եք այդ երջանկությանը բերկրանքին ու որ սենց հիմա ես հիշում եմ որ ժամանակին դու ինչ որ հողի հոկեյ էիր խաղում ճիշտ է խոտի Այսինքն խոտի օքեյ միշտ է տպավորվել այդ տղան հա որ հասավ նրան որ մինչև այսօր այդ լեփլեցուն դահլիճներ եւ այլն եթե մի բառով փորձես ասել այդ հաջողություններ դա ճակատագիր էր ինչներ դա բնական է չէ որ նույն ձև կարողա չստացվեր այսպես էս ամենը իհարկե այդպես որ ասում են դե ճակատագիր է բան ես այդքան շատ չեմ դրա մա որտեվ ես կարծում եմ մարդ պետքա շատ ճիշտ իրեն կողքից գնահատի adekvat լինի իր հնարավորությունները իր ով լինելը դու գիտեիր որ օրինակ դու քեզ գնահատում էիր որ ես ունեմ SSS լավ կողմերը առավելություններ եւ ես կարող եմ ձգտել եւ ես ունեմ նաեւ SSS բացասական կողմեր չէ հիմա լավ ասենք որովհետեւ դու իրականում որ տեսնենք որտեղից ես միշտ կարևորում եմ մարդ որտեղից ուրա հասել ասեմ ձեզ նույն խոտի հոկեյը ֆուտբոլը առասարակ ինձ տվել է կամքի ուժ մեծ կամային հատկանիշներ որտեղ դու դա կրթվում է ուղակի հա միևնույն ժամանակ քանդակագործությունը image ինձ տվել է այդ գեղագիտական գեղեցկությունը զգալու տեսնելու
իմ չափով իհարկե։ Այնուհետև նաև փնտրտուքն է։ Ինչի եմ ասում, յուրաքանչյուրը պիտի ինքը իրեն լավ ճանաչի եւ լավ փորձի բացահայտել, իրեն լավ տեսնի կողքից։ Այդ փնտրտուքն չէ քեզ օգնեց։ Այո, իհարկե, ես սկսեցի սովորել կիթառ ուղղակի, ինքնուս։ Ամադեուսում 2000 դրամ ստանալու համար։ Հա, այն որ, չէ, դեռ Ամադեուսը չկա։ Ամադեուսը հետո է։ Աղջիկներին դուր գալու համար։ Արևիկ ջան, աղջիկ, որտեվ ես տեսա Արթուրը, որ Արթուրը սենց չի եղել միշտ, Արթուրը այն որ սենց մազերով սենց քաղաքի մեծ եղբայրն էր։ Այո, սիրահարվում էին աղջիկները, բայց ես դպրոցում ասի մի րոպե, կարող է մոտ է ստացվի։ Յուրաքանչյուր ուղղությամբ, երբ որ պատանին երիտասարդը փորձում առաջ գնալ, պետք է շուտ չհիասթափվի, պետք է ուղղակի մաքսիմում ճիշտ ընտրություն անի եւ աշխատասիրությամբ հասնի իր նպատակին։ Սա է արդյունքում եղել, որ այդ խոտի հոգի խաղացող տղան կամած եկել ու բարձրացել։ Բայց դու համարում ես, չէ՞, որ դու օրինակ բախտավոր աստղի տակ ես ծնվել։ Այո։ Բայց միայն բախտը չի եղել։ Չէ, իհարկե, բայց նկատի ունեմ, էդ էլ կա։ Ես էլ ուզում եմ, ով մեզ լսում է, բան չանի, այսինքն միայն այդպես չգցի Աստծո վրա եւ բախտի վրա։ Մանավանդ հիմա այդ սոցիալական ցանցի ակտիվության ընթացքում շատ երիտասարդներ մտածում են, որ կարելի է դառնալ հայտնի։ Չէ, հենց այդպես օթից հայտնի չեն դառնում։ Այս այն ինչ որ ես թվարկեցի, նաև գումարել այն, որ ես նույն եղբորիցս սովորեցի նաև ընթերցել շատ, խոսքի կուլտուրա եւ այլն։ Այդ ամեն ինչի արդյունքում դա եկավ, ձևավորվեց հետագայում պրոֆեսիոնալների հետ հանդիպելով նաև Երգի պետական թատրոն եւ այլն, դարձա ես մի խոսքով։ Սա շատ ես կարևորում եմ, ելի եմ ասում, դնել նպատակ, բայց ոչ թե այնպիսի նպատակ, որ քո հետ կապ չունենա, այլ քեզ մոտ, քեզ քո էությանը, քո խառնվածքին, քո հնարավորություններին։ Եվ երևի թե քո շնորհին մոտ։ Այո, դու ինքդ զգում ես ինչն է քեզ մոտ լավ ստացում, թե ոչ։ Եվ իսկապես ես ինչ ոնց որ ասիր եմ բախտավորներից ես, որ ես որ ուղղության մի քիչ ժամանակ եմ տրամադրել, ինձ մոտ ստացվել է։ Իսկ տանը պատրաստում ես։ Հա, մեկ տենց լուրջ հայացքով սկսում եմ։ Այսօրվա շեֆը ես եմ։ Այն որ հիմա նա ինչ եմ անում, բայց չգիտեմ ինչ եմ անում։ Կեսի տենց գալիս է։ Մտքերը գալիս է եւ այլն։ Շատ չէ, բայց մեկ հա։ Մի անգամ քեզ հարցրեցի, թե ունենայիր հնարավորություն գնալու անցյալ։ Դու ասացիր բնականաբար կգնայի մեր գյուղ։ Այո։ Ինչ կանեիր, ունես մի քանի րոպե քո մանկության տարիներին ես, գյուղում ես։ Ինչի մի քանի րոպե։ Տենց է դե։ Տենց, հա։ Արցախում չէ։ Հա։ Որ գյուղներ։ Ծմակահող գյուղ։ Չգիտեմ, աչքերով կխմեի երևի բոլոր տեսարանները։ Երևի sense ինչքան sense առանց թարթելու, ինչ տեսնեի երևի նորից չգիտեմ, ինչ կարող էի կհամբուրեի, ինչ կարող էի կանեի այդ մի քանի րոպեների ընթացքում, ինչ կարող ես անել։ Ոչինչ չի փոխվել իրականում։ Այդ որ ես էլ եմ հիշում այդ քո հարցը ինձ համար անսպասելի էր, բայց այնպես որ էլի նույնն է։ Եթե դուք էլ շատ եք սիրում ինտերիեր դիզայն, սանտեխնիկա, ոցավառվում եք այն մտքից, որ տանը ինչ-որ բան կարող եք փոխել, ավելի լավացնել, ապա անպայման պետք է գնաք Grohe-ի mono-brand showroom, որը գտնվում է Սայեդնովա 37 հասցեում։ Այնտեղ կան գերմանական հայտնի Grohe-ի ամենատարբեր հավաքածուները, կան մոդելներ, որոնք շատ մրցանակներ են ստացել, կան մատչելի տարբերակներ, կան sense էքսկլյուզիվ տարբերակներ եւ այնտեղ կան նաեւ Grohe Spa, որը Հայաստանում միայն այստեղ է ներկայացված, եւ մարտի 8-ից ապրիլի 7-ը կան նաեւ զեղչեր, շատ հետաքրքիր եւ տպավորիչ նվեր կարող է լինել, պատկերացնում եք տան մեջ ինչ-որ սպայի հատված ձեր սիրելի կնոջը։ Երբ ասում ենք սպա, հասկանում ենք, չէ, որ խոսքը սպայի մասին չէ, այլ տան մեջ ջրային հատված, հանգիստ եւ հանգստացնող այդ հատված ունենալու մասին է խոսքը։ Էնպես որ գնացեք այս էքսկլյուզիվ տարածաշրջանում եզակի mono-brand showroom, բզբզեք, նայեք, փորձարկեք, մի քիչ ապրեք այնտեղ եւ ընտրություն կատարեք։ Դու որպես մարդ, ով առանց աչքը թարթելու առաջնագծում էր։ Ու ինձ այս պատմության մեջ նաև շատ հուզել է Արթուրի պահը։ Այն որ
եթե դու գնում ես, դա չի քննարկում, ինքը քո մեծ աղբերն է, ինքը պետքա գա քո հետ։ Լուրումունջ գնալ, լինել, ինչերի միջով անցնել, չեմ ուզում մենք դրա մասին հիմա խոսենք, բայց այդ ամեն ինչից հետո երբ որ հետ ես գալիս իրականություն։ Ու տեսնում ես օրինակ շատ դեպքեր մարդկանց, որոնք տենց ոնց որ այն քո տեսածին չեն համապատասխանում եւ այլն քո պատկերացումներին, որ նա քո արձագանքելու ռեակցիան արձագանքում ես, չես արձագանքում, նեղսրտում ես, թե դե տենց է։ Գիտես, ամենասարսափելի բանը դա ես չեմ ասել, կարծում եմ դու էլ կհամաձայնես, դա անտարբերությունն է իրականում։ Եվ ինձ համար էլի սարսափելի բան կա, որ առանց տեղյակ լինելու մարդիկ քննարկում են ինչ-որ բաներ։ Տեղ ա եղել ուղղակի վեր եմ կացել, ոչ թե լռել եմ, այլ վեր եմ կացել, որտեվ չէի կարող լռել, հա, որտեվ որ մնայի վատ բաներ էր լինելու։ Տեղ ա եղել, որ ընդհատել եմ։ Բայց գիտես, այդպես կատաղի ռեակցիաներ տալ չեմ արել, որովհետև որ մեկին անես։ Արսեն, իսկ տարիների ընթացքում դու ավելի ինչ ես դարձել։ Մենք փոխվում ենք բոլորս։ Հա։ Համբերատար։ Տանել ես ավելի համբերատար։ Հա, հիմա հա։ Գիտես, մեծ բան է համբերությունը։ Նաև ճիշտ որոշման գալու հնարավորությունը։ Չսխալվելու նաև հնարավորությունը։ Իհարկե, վստահ եմ, որ կլինեն սիտուացիաներ, որ ես էլ համբերատար չեմ լինի, ինչ կապված է իմ երեխաների հետ կամ հա, այդ շատ նեղ անձնական։ Բայց ամեն իրավիճակում ես փորձում եմ սառը դատել, որովհետև ես բավականին վատ իրավիճակներում եմ եղել, որպեսզի շատ տաքարում լինեմ։ Ինչքան էլ մենք ասում ենք մամա, պապա, հա, երկու ծնող, հավասար եւ այլն, բայց մամաները ուզենք թե չուզենք երեխեքի հետ կապված ամեն ինչը դա ոնց որ նույնիսկ քեզ թվում է քո մարմնի մի մասն մինչև վերջ մնում։ Ինչքանով է դա լավ, այդ հարցի մյուս կողմն է, ու շատ հաճախ մեզ հայ մամաներից պետքա սենց թողնել։ Այդ սենց որպես նախաբան, որովհետև բոլորս էլ շատերս ունենք այդ պահը, որ սենց մեծ մենք մի ամբողջություն ենք։ Երբ գնում էիր սահման, ես հիշում եմ, որ մտածում էիր, որ ինչ կանեն մերոնք, եթե ես չլինեմ, հա։ Ու քո մեջ մաթեմատիկական հաշվարկներ էիր անում, մեքենան կծախեն, այս կանեն, այն կանեն, այն կանեն։ Հա։ Ու ես երբեմն մտածում եմ, որ այդ դեպքերում տղամարդը ավելի հայրենիքինն է, ավելի ընդհանուր է, ավելի սենց ուրիշ արժեքների մեջ է։ Բայց մաման է դրա իրավունքը չունի, համաձայն ես։ Ճիշտ է։ Մաման շատ տնինն է ախր է։ Հա։ Իսկ տղամարդը ինչի է կարողանում տենց իրեն պահել։ Որովհետև գիտի, որովհետև գիտի, որ թիկունքում այն մաման այն վերջի քայլերը կանի, որպեսզի քո սերնդին էլի առաջ տա։ Դա նորմալ է, դա նորմալ է։ Գիտես, այդ ասելով նենց հետաքրքիր է, իմ աչքին համ կինն է բարձրանում, օրինակ այս պատմության մեջ, համ տղամարդը այն առումով, որ ինքը կարողանում է իրեն մատաղանել, թեկուզ պատկերացնել, որ իր երկրի համար, վաղվա համար եւ այլ ինքը հանուն։ Եվ մյուս կողմից կինը, որը իր վրա կրում է, միշտ կրում է այդ պատասխանատվությունը բոլորի ամեն ինչի։ Գիտես, ես հպարտացա նաև, որ երբ որ ես ասեցի, ես պիտի գնամ, կանացի հիստերիկա կամ չգիտեմ ինչ չեղավ, ինքը հասկացավ, որ դա իմ որոշումն է և այդ առումով ես շատ հարգում եմ իրեն, որ կռվի ընկերը։ Այսինքն բա ուրիշ ոնց։ Այո։ Այլ խնդիր է, որ հետո, երբ որ արդեն հետո եղավ նաև նման վիճակի եղավ, որ բացարձակ արդեն վախի բաներ, ես էլի հանգստացրեցի իրեն և ես հպարտացա այդ ժամանակ իրենով, որ ինչքան ճիշտ է թիկունքը պահել։ Դիմացկուն, այո։ Իսկ առանց թիկունքի առաջնագիծ չի։ Ինձ թվում է կարելի է մեր կանանց, մեր մայրերին մեծարել միշտ։ Արսեն, ես եւս մի քանի ժամ ուղղակի կուզեի մենք զրուցենք ու համոզված եմ շատ շատերին է հետաքրքիր ու շատ շատերին այնքան դու հարազատ ես, այնքան իրանց մոտ մարդ ես ու
շատ ուրախ եմ, որ կա հնարավորություն քեզ ու եղբորդ լսելու, տեսնելու, դա իրոք երջանկություն է ունենալ հնարավորություն ներկայանալու։ Դե հուսով եմ գալու ես։ Անպայման, այս անգամ անպայման։ Հիշեցի էլի։ Ես վերջերս ինձ խոստացել եմ ու անում եմ դա, սկսել եմ դա անել իմ գործընկերների, երբ տեսնում եմ, հա, տարբեր կայքերում տեսնում եմ համերգներ, ներկայացումներ, ես տոմսը գնում եմ եւ գնում եմ ու միշտ քույրս է ասում, պետք է արվեստին, հա, արվեստին տրված գումարը արվեստի համար երբ տոմս ես գնում, դա միայն հաճույք է։ Այնպես որ ես նույնիսկ խորհուրդ եմ տալիս, մի նվիրեք ոչ մեկը իրար տոմսեր, պետքա բոլորը գնան, լսեն, դիտեն իրար Արսենի հետ զրույցը ինձ թվում է շատ ցած հոգևոր էր ու մենք լավ հյուրեր խոստանում ենք միշտ ունենալ, այնպես որ մենք էլ YouTube-ում նոր ենք, ինչ որ նոր բառեր եմ սովորում, բաժանորդագրվեք, այսինքն այն զանգակի կոճակը սեղմում եք, որ հերթական լավ հյուրը լինի, վիդեոն լինի, դուք բաց չթողնեք։ Ես չեմ կարծում քեզ մոտ կարա վատ հյուր լինի, ես էլ շնորհակալ եմ այս մեր ջերմ զրույցի համար, դե կհանդիպենք։ Ապրես որ եկար արժան։ Բայց ամեն դեպքում համերգից գալուց կասես։ Չէ, չեմ ասի, իհարկե չեմ ասի։ Իմանանք էլի, բայց Ոչ, ես այնտեղից ձեռքով կանեմ։ գանք պատիվա։ Ապրես շատ որ եկար, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Բայց դու ինձ միշտ տոմսերը նվիրում ես, ասում ես մի նվիրեք իրար տոմս։ Չէ, ես այդ սխալ հասկացա, արտիստները թող չնվիրեն։ Ասма առնենք